Համվարչապետ սահմանազատման գործընթացը ներկայացվում է որպես խաղաղության գործիք, սակայն գոնե այս պահին հասարակության համար պարզ չէ դրա հաջորդ քայլը եւ այս տարվա մասով կոնկրետ ինչ անելիքներ կան եւ արդյոք ամբողջական սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության իշխան տարածքներից ինքնական դուրս կգան ադրբեջանական զորքեր։ Երկրորդ հարցին բազմիցս անդրադարձել եմ եւ սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դուք գիտեք, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբ եւ դա պետք է իրագործվի։ Սահմանազատման գործընթացում գիտեք, որ հանդիպում տեղի է ունեցել եւ հիմա որոշակի աշխատանքային պրոցեսներ են տեղի ունենում եւ պատեհ առիթով սահմանազատումը գործընթացը կշարունակվի, այսինքն հիմա էլ է շարունակվում, բայց ամեն ինչ չի որ գետնի վրա տեղի ունենում, որովհետեւ գետնի վրա իհարկե տեղի կունենա, որովհետեւ հատկապես կապուղիների եւ թրիփ ծրագրի մեկնարկի համատեքստում առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել եւ այո, ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է գնում գետնի վրա, երբ որ լինի համապատասխան տեղեկատվությունը կլինի։ Նկատի ունեմ նախատեսված է, բայց ինքը նրբություններ ունեցող աշխատանք է, հիմա այդ նրբությունների փաստաթղթային նախապատրաստությունների վրա աշխատանք է տեղի ունենում։ Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ նպատակ ունեք փրկել հայ առաքելական եկեղեցին եւ բարենորոգել։ Հիմա իմ մոտ բնական հարց է հնչում, դուք չեք ուզում հայ առաքելական եկեղեցին փրկել օրինակ Ադրբեջանի գործողություններից, ասպատակություններից, հա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով Արցախի տարածքում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը։ Թե ձեր գործողությունները միտված են նրան, որ եկեղեցուց այդ սեփականությունը Արցախի եկեղեցիների խլվի եւ ավելի հեշտությամբ ադրբեջանցիները այդ գործողությունները իրականացնեն, ավերեն մեր վանքերն ու եկեղեցիները հազարամյա եւ հայ առաքելական եկեղեցին հայց էր ներկայացրել միջազգային դատարան Շուշիի կանաչ ժամի հետ կապված դուք խոսում եք հայցերը հետ քաշելու մասին, փաստորեն եկեղեցին հայցեր է ներկայացրել, արդյոք սա նշանակում է, որ ձեր հակասությունը իրականում սա է հենց կաթողիկոսի հետ, եւ եթե հայցերը հետ չվերցնի եկեղեցին, ինչ եք անելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման եւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա եւ մենք բոլոր հարցերը դիտարկում ենք այս տրամաբանությամբ եւ այս առաջնահերթությամբ։ Ինչ վերաբերվում է ոչ պետական, ոչ միջպետական հայցադիմումներին, դրա հետ կապված ես որևէ մեկնաբանություն չունեմ։ Դուք գիտեք, որ կա կարգավորում խաղաղության համաձայնագրում միջպետական հայցերի վերաբերյալ եւ այդ կարգավորումները ուժի մեջ կմտնեն ստորագրումից եւ ավերացումից հետո։ Իմ վեճը կաթողիկոսի Կտրիչ Ներսիսյանի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել։ Ես ընդհանրապես թաքուն վեճեր չունեմ։ Վեճի ամբողջ իմաստն է, որ վեճը, բանավեճը հրապարակային։